Դե ինչ սիրելի հեռուստադիտողներ, հուսամ, որ այս տեսանյութից հետո բոլորս արդեն կտիրապետենք թե ինֆորմացիային կարևոր, թե օրենքներին եւ պետք եղած ժամանակ արդեն իսկ գիտենք, թե ինչպես վարվել։ Ինչպես գնումներ ճիշտ կատարել եւ ինչպես այդ գնումներով պատրաստել համեղ ուտեստներ մեր ընտանիքի անդամների ու սիրելի մարդկանց համար։ Իհարկե մեր շատ սիրելի Անուշ արդեն խոհանոցում սկսել է աշխատանքները, Կախարդանքները, ես կասեի։ Այո, կախարդանքները։ Եվ մենք հիմա ունենք հնարավորություն ասելու բարի լույս Անուշ։ Բարի լույս սիրելի գործընկերներ, բարի լույս սիրելի հեռուստադիտողներ։ Այո, ես արդեն սկսել եմ, թավան տաքացրել եմ։ Մենք պատրաստելու ենք շատ համեղ մի աղցան չէ, նախաճաշ, որը հավկիթով, հետաքրքիր, այսպես բուտերբրոդի նման պետք է հավաքենք եւ ստանանք համեղ նախաճաշ։ Եվ ինչ մթերքներ են մեզ հարկավոր։ Մեզ անհրաժեշտ է ավոկադո, սամիտ, պանիր, կրեմ պանիր եւ բեկոն։ Սկսենք, ես այստեղ մի փոքր ավոկադո արդեն կտրել եմ, հիմա եւս մեկը կկտրեմ, ահա։ Մինչ այդ մենք կարող ենք դնել բեկոնը թավայի վրա, այսպես երկու կես անենք ու թող տապակվի առանց յուղի։ Այս համադրությունը ուղղակի աննկարագրելի է եւ մատուցման ձևն է շատ գեղեցիկ։ Եվ ընտրված եմ հենց նախաճաշի համար շատ կարևոր մթերքները։ Ու ինչպես հասկացա, քանի որ շատ հետաքրքիր մատուցման ձև ունի, նաև հաճելի կլինի երեխաներին մատուցել, որպեսզի կարողանան խաղի տեսքով Բայց տեսնենք, արդյոք դժվար է լինելու այդ ամենը իրականացնելը, թե ոչ։ Դժվար չէ, շատ բավականին հեշտ է, պատկերացրեք իմ աղջիկն արդեն քանի տարեկանից սա պատրաստում է ինքնուրույն, արդեն 13-14 տարեկանից ինքնուրույն պատրաստում է։ Հույս կա։ Նաև առիթ է մայրիկներին փորձության ենթարկելու իրենց երեխաներին, ասելով դե փորձիր գուցե ստացվի եւ ազատվելու նախաճաշի գոնե 1 օր պատրաստելու այդ ծանրությունից։ Բայց որտեղ կա տաք թավան, պետք է մի քիչ էլ ավելի ուշադիր լինել։ Դե բեկոնը կարելի է պատրաստել պատրաստի տարբերակով։ Հիմա ավոկադոն մենք պետք է համեմենք եւ մի լավ կտրորենք ու կավելացնենք կիտրոնի հյութ, աղ, պղպեղ։ Դասական ձևն է սա ավոկադոն, կարծում եմ օգտագործելու համար, դա անհրաժեշտ բաղադրիչներն են, այո։ Մեր ավոկադոն քանի որ փափուկ էր, ավոկադո ընտրելիս անպայման այնպես փորձեք ընտրել, որ մատը այսպես մի փոքր փափուկ լինի եւ տեսնեք, որ մատնահետքը մնում է։ Սա այսպես, ընդամենը 1 րոպե և արդեն կարող ենք շրջել մյուս կողմը։ Անուշ, ուզում եմ խոստովանես, որ պատմես եւ քեզանից անպայման ուզում եմ դա լսել, որ դու ամեն առավոտ երեխաների համար մինչ դպրոց գնալը նման նախաճաշեր ես պատրաստում։ Ոչ, դա շաբաթ կիրակի է տեղի ունենում։ Իսկ ես սպասում եմ, որ դու կասես այո։ Ամեն անգամ մտածում եմ, թե ինչ նրանց համար առավոտյան վաղ պատրաստեմ։ Առավոտյան միշտ չէ, որ նախաճաշում են դպրոցի համալսարանի օրերին, արդեն այդքան մեծ է, այո, իմ ավագ որդին։ Եվ հիմա պետք է հավկիթը կտրենք, ուղղակի խաշել ենք և հիմա մի փոքր աղ կանենք ու դնում ենք մի կողմը։ Դուք արդեն պատկերացնում եք ինչպես է լինելու, դեռ չեք պատկերացնում։ Այո, այսինքն հացի փոխարեն պատրաստելու ենք բուրգեր մոտավորապես, բայց հացի փոխարեն հաց չի լինելու, օգտագործելու ենք ձուն։ Ճիշտ եմ հասկացել, մեջտեղում պետք է ունենալ հալած պանիր, ավոկադո, բեկոն եւ այսպես փոքրիկ գնդակ ստանալ ձևով։ Կարող ենք մի փոքր հաց էլ դնել այդ արանքները։ Հացը եթե կուզեք կարող եք ուղղակի կողքից օգտվել։ Բայց իր հետ արդեն դժվար համադրվի։ Շատ գեղեցիկ է, իսկապես տեսքն է գեղեցիկ և շատ համեղ է։
Մենք վստահում ենք քեզ։ Բեկոնն արդեն պատրաստ է։ Ես արդեն քո բաղադրատոմսերով տանը մի քանի բան պատրաստել եմ, Անուշ։ Ահա, Եվ արձագանքը երեխաների։ Շատ համեղ էր ստացվել, շատ։ Ապրի մայլիկը։ Չգիտեն, որ Անուշի բաղադրատոմսով էր։ հրաշալի է, շատ ուրախանում եմ, երբ հավանում են մարդիկ։ Մեզ այսքանը բավական է, հիմա մի փոքր աղ կանենք։ Եվ պղպեղ։ Շատ քիչ։ Այդ նույնը հիմա ավոկադոյի մեջ, աղ, պղպեղ Եվ կիտրոն։ Իրականում շատ արագ է ստացվում եւ պետք է սկսենք հավաքել։ Դա քեզ մոտ է արագ ստացվում, Անուշ։ Խնդրում եմ նշել, դա էլ նշիր։ Այս նույն տարբերակը, եթե ուզում ենք հացով, կարող ենք տոստի հացի վրա պարզապես Այո։ քսել ավոկադոն, հալած պանիր, ավելացնել ձուն եւ բեկոնը։ Բայց այս տարբերակով մատուցելու, հատկապես երբ կան հյուրեր կամ երեխաներին պետք է համոզել, կարծում հետաքրքիր կլինի Շատ իսկապես Հետաքրքիր հետաքրքիր է։ տեսքն եմ ուզում տեսնել, ինչ խոսք։ եւ փորձել։ Ահա, հիմա ամենահետաքրքիրը։ Այսպես մի փոքրիկ կտրված կանենք, որպեսզի հավկիթը չընկնի։ Դնենք վրան։ Հիմա մենք պետք է հերթով բաղադրիչները ավելացնենք ու ուրիշ հավկիթով ծածկենք։ Կսկսենք ավոկադոից։ Իսկ հերթականությունը կարևոր է, թե ինչ հաջորդականությամբ պետք է լինի, օրինակ ավոկադո, բեկոն, հետո Ով պանիր, ինչպես կարողանա, չկա։ ոչ, ոչ։ Ով ինչպես կհիշի։ Որ մնան շերտերը մեկը մյուսի վրա, դա է հարցը։ Հիմա ամենահետաքրքիրը։ Մեկ շերտ ավոկադո։ Հետո գալիս է պանիրը։ Այո։ Սերուցքային պանիրը։ Եվ պետք է ավելացնենք Բեկոնը։ բեկոնի մեկ կտոր։ Եվ փակում ենք։ Այստեղ ունենք կախարդակի։ Ես հասկացա, թե դու ինչու էիր ասում, Անուշը հրաշքներ է գործում, որ Այսպես։ Հասկացա։ Տեսեք որքան գեղեցիկ է։ Սամիթը մոռացանք։ Սամիթը վերջում պետք է ուղակի, որպեսի ձևավորել։ եւ գույնը ապահովենք։ Լավ։ Գախարդական փայտի գա հիմա արդեն իսկ ամեն ինչ բարձ դարձավ, չէ՞։ Այո։ Մի անգամից։ Այն հրաշքներ գործելու հատվածը մասնավորապես։ Աղջիկներ, գիտեք ինչ էի մտածում հենց Ապա։ Կարելի է, եթե այս տարբերակ ավելի դժվար լինի մեզ համար պատրաստելու, կարող ենք արդյոք Անուշ պատրաստել խյուս, ավոկադոն, հալած պանիրը եւ դեղնուցը իրար հետ խառնելով եւ Այո, կրեմի նման այսպես բուրգեր ստեղծել փոքրիկ։ Միանգամից պատկերացումները։ Այո, Այսպես միանգամից եկան այդ պատկերացումները, արդեն խոհանոցում էր նա, սեղանի առջև եւ պատրաստում էր։ Այո, այն տորթի վրա երբ ավելացնում են կրեմը, հետաքրքիր ծաղկային ինչ-որ ձևերով։ Ես օրինակ, գիտես, միշտ պատրաստում եմ, մի անգամ սա տեսել եմ, ինչպես է Անուշը պատրաստում, նույն տարբերակը պետք է անեմ։ Ոչ մի փոփոխություն։ Ոչ մի փոփոխություն։ Անուշ, ես պետք է պատրաստեմ հենց այս նույն տարբերակը։ Կստացվի, որովհետև իրականում դժվար ոչինչ չկա եւ հետաքրքիր է լինում։ Անկեղծ ասած, հենց տեսքը առաջին հերթին շատ գրավում է։ Եվ շատ արագ է ստացվում Անուշի մոտ, իհարկե։ Այո։ Եվ սկսում ենք նույն ձևով մյուսները Փակել։ փակել։ Կարող է նույնիսկ այստեղ դուրս գա ավոկադոն մի փոքր ուռչի, բայց ոչինչ։ Այդպես էլ պետք է լինի։ Մի փոքր պետք է զգուշ լինել, այստեղ արագություն պետք չէ, որպեսզի չփլվի։
Մենք հաճախ նաև մեր հյուրերի հետ հենց խոհանոցային հատվածում խոսում ենք այն մասին, թե ինչքան կարևոր է գեղեցիկ մատուցումը ուտեստի եւ ինչքան է փոխում թե տեսքը, թե նաև համը, Հենց ասեցիր ընկավ Անուշի մոտ։ մի ձուն ընկավ, բայց տես չվնասվեցին։ Նա հետ վերականգնեց, այո։ Բայց իրականում այո։ Միանգամից փոխում է տրամադրությունը։ Շատ կարևոր է թե մեզ համար, մեծերից եւ թե հատկապես երեխաների համար, ինչպես ես դու մատուցում եւ ինչպես են նրանց տրամադրությունը միանգամից տեսնում ես թե ոնց է փոխվում տրամադրությունը։ Նույնիսկ կան մասնագետներ, որոնք փաստում են հետաքրքիր տարբերակով մատուցված ուտեստը նույնիսկ այն դեպքում, երբ ինչ-ինչ բանջարեղեններից մասնավորապես խուսափում են երեխաները, կարող է սեր արթնանալ եւ նրանք սկսեն սիրել օրինակ բրոկոլի, որը ժամանակին ընդհանրապես չէին ուզում ուտել։ Դու շատ ճիշտ ես, բայց այդ ամենը ազդում է ոչ միայն երեխաների, ես համոզված եմ նաև մեծահասակների վրա։ Եթե գեղեցիկ մատուցված չի լինում, ես օրինակ ոչ մի ուտեստի չեմ մոտենա եւ չեմ փորձի։ Իսկ եթե իսկապես շատ գեղեցիկ է, նույնիսկ եթե ես այդ մթերքը չեմ սիրում կամ բանջարեղենը չեմ սիրում, միևնույն է կփորձեմ։ Գոնե մեկ կտոր պետք է փորձել։ Հաստատ, միանշանակ։ Բայց տանը պատրաստելիս միշտ փորձում ես այդպես անել։ Խափեմ ասեմ այո։ Միշտ այո, բայց դե կարծում եմ կփորձես, երբ հյուրեր կան, հատկապես ուզում ես գեղեցիկ մատուցել, չէ՞։ Երեխաների համար հատկապես շատ ավելի շատ եմ փորձում։ Ես օրինակ ձևավորման վրա շատ չեմ աշխատում։ Իհարկե փորձում եմ ինչ-որ ձևով փոքրիկ շտրիխներով այդպես հետաքրքրացնել, բայց հիմնականում համը միշտ լավն է լինում կարևորը։ Այո։ Ինձ թվում է քո խոհանոցում Անուշ անբաժան մաս է քունջութը։ Այո։ Երբ ամենասովորական ուտեստն անգամ մեկ քունջութի շերտով կարելի է դարձնել ավելի գեղեցիկ։ Իսկապես։ Եվ իհարկե առողջարար։ Շատ կարևոր է, որ ամեն օր մարդ գոնե մեկ գթալ, կես գթալ օգտագործի։ Դրա համար ես շատ եմ օգտագործում։ Նույնիսկ այստեղ կարելի է վերջում մի փոքր քունջուտ ավելացնել։ Ինչու ոչ, այո։ Ըստ նախասիրության հաստատ։ Եվ հիմա վերջին շարքիկները կշրջենք։ Այսպես թվում է, թե երկար է, ես հիմա ուղղակի շատ զգուշությամբ եմ փորձում հակել, որպեսզի չփլվի, գեղեցիկ ստացվի, բայց հավատացեք, երկար ժամանակ չի պահանջի եւ Եթե ձունել նախապես խաշված է լինում, այդ դեպքում շատ կարճ ժամանակում կարող եք ստանալ շատ գեղեցիկ նախուտեստ, որը կարելի է մատուցել առավոտյան նախաճաշի համար։ Դե իհարկե Պատրաստ է։ գրեթե պատրաստ է, հիմա սամիթը ուղղակի կարելի է այսպես պոկել, մի քանի տերև, այսպես գույնը ապահովենք և վերջ։ Վստահ եմ մեր հեռուստադիտողները կպատրաստեն, որովհետև և գեղեցիկ է, և համեղ է, և հատկապես երեխաներին շատ է դուր գալիս։ Այո, եւ գրավիչ է հատկապես երեխաների համար։ Անուշ լինի, շնորհակալություն Անուշ, հրաշալի նախաճաշի համար, այո, բաղադրատոմս ներկայացնելու։ Իսկ մենք, սիրելի հեռուստադիտողներ, շարժվենք առաջ։